Ողջույն ձեզ, քուրեր եւ եղբայրներ։ Այսօր ուզում եմ խոսել մեր սահմանադրության մասին։ Այն ինչ որ այն գլխավոր փաստաթուղթը, գլխավոր օրենքը, որը այսօր մեր երկրում գործում է, չնայած նրան, որ նույն մեր այսօրվա իշխանության ղեկավարները ժամանակին հայտարարում էին, որ դա կոստյում է, դա չգիտեմ սարքած է եւ այլ, բայց ոնց որ թե հենց իրենք էլ օգտվում են այդ փաստաթղթից։ Մենք ունենք կարծիք, որ այդ փաստաթուղթը, այդ սահմանադրությունը ընդունվել է ի ցանկություն 1-2 հոգու։ Իրականում այդ ռեֆերենդում կոչեցյալը ֆալսիֆիկացիա է արվել։ Դա մեր կարծիքն է, ժողովրդի կարծիքն է, դա այսօրվա մեր երկրի ղեկավարի կարծիքն է, որ ինքը դա հայտարարել է։ Բայց հələ այդ բանը թողենք այնքան։ Ինչով է այս սահմանադրությունը մեզ վտանգավոր։ Ինչ էր նշանակում կիսանախագահական սահմանադրությունը։ Մենք ընտրում էինք պարլամենտ, այսպես ասենք, կամ ազգային ժողով, համաժողովրդական ընտրություններ էր էթում։ Ընտրում էինք նախագահ, համաժողովրդական ընտրություններ էր էթում։ Նախագահան կիսանախագահականում ներկայացնում էր վարչապետին, որը պետք է զբաղվեր միայն ու միայն էկոնոմիկայով, պարլամենտին հաստատման եւ նշանակում եք։ Դուք տեսնում եք անկախությունը, ճյուղերի անկախությունը իրարից։ Դատախազը ներկայացում էր նախագահի կողմից, նշանակում էր հաստատվում էր պարլամենտում եւ նախագահան պատասխանատու էր արդարության համար, բացի անվտանգություն, բացի, չգիտեմ, այնտեղ արտաքին հարաբերություններ, այդ նախարարները ուղիղ ենթարկվում էին իրեն։ Վերահսկողության ծառայությունները ենթարկվում էին նախագահին։ Փողերը ծախսում էր վարչապետը եւ պլանավորում էր էկոնոմիկան վարչապետը։ Նախագահան վերահսկում էր վարչապետին։ Նախագահան փող ծախսելու իրավունք չուներ, բացի այն ֆոնդից, որ նախագահական ինչ-որ ֆոնդ կա, որը ինչ-ինչ մեծ գումարներ չէր, մնացած ծախսեր ինքը իրավունք չուներ կառավարել։ Բայց կարար վերահսկեր եւ ըստ ընդհանուր քաղաքականության հետևեր ծախսին։ Նախագահան գերագույն գլխավոր հրամանատար էր եւ պատասխանատու էր երկրի անվտանգության համար։ Ինչ է նշանակում գերագույն գլխավոր հրամանատար։ Դա նշանակում է, որ ինքը որպես հրամանատար ղեկավարում էր եւ կրում էր պատասխանատվություն բոլոր մեր ուժային կառույցների համար։ Փաստացի ստացվում է, որ ոնց որ մենք սովորենք, չէ, գերագույն գլխավոր հրամանատար, մենք մտածում ենք, որ դա մենակ զինվորական է եւ այլ։ Չէ, նա բոլորի համար գերագույն գլխավոր հրամանատար էր։ Եվ ինքը պատասխանատու էր ոչ միայն մեր երկրի արտաքին անվտանգության համար, այլև մեր երկրի ներքին անվտանգության համար։ Ինքը պատասխանատու էր մեր արդարությունը ապահովելու համար։ Այսօր ինչ ունենք մենք։ Եկեք նայենք։ Հա, մի բան էլ ասեմ հինից։ Եթե մարդը կրթված էր, կար այսպես չափանիշներ, ով կարեր դառնալ, ասենք, նախագահ։ Եթե համապատասխանում էր այդ չափանիշներին, ինքը իրավունք ուներ առաջադրել։ Նույն մենակ ինքը, ելներ ասել, ես որոշեցի, որ ես պետք է լինեմ նախագահ։ Ժողովուրդը կընտրեր, ինքը կդառնար նախագահ։ Պետք չէր անցնել եսիմինչ ճանապարհներ, ոնց որ այսօր։ Այսօր ինչ ունենք։ Ասենք, եթե մարդը պիտի դառնա երկրի ղեկավար, պետք է ընդգրկվի ինչ-որ կուսակցության մեջ։ Ոնց է ինքը ընտրելու այդ կուսակցությունը։ Մարդու բնազդ է, ինքը ընտրելու է այն կուսակցությունը, որ ինքը գիտի, որ շանս ունի այդ կուսակցությունը հաղթի ապագա ընտրություններում։ Դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ գաղափարով չի ընտրելու։ 10-ից 8 հոգին
ընտրելու են ելնելով այդ կուսակցության ռեսուրսներից։ Արդեն այդ մարդը փչացավ։ Ինչքան է գրագետ մարդը լինի։ Այդ կուսակցության մեջ ինքը պետք է գա սենց դառնա առաջի համարը։ То есть տարիների ընթացքում ինքը սենց պետք է աչ ու ձախ այդ կուսակցության ներսում հələ սաղին աչ ու ձախ շպրտի, որ ինքը գա տարբեր ձևերով, որ ինքը գա դառնա կուսակցության առաջի համար։ Միջև դառնում է սվոլոչ։ Հասկանում եք, վատ մարդ։ Հետո այդ կուսակցությունը հաղթում է այդ մարդը գալ դառնում է երկրի ղեկավար։ Վարչապետ։ Վարչապետը նշանակումը փաստացի տենց է ստացվում։ Եթե ինք չի դառնա վարչապետ, եթե պարլամենտում չունենա մեծամասնություն։ Նույն պարլամենտը նշանակում է նախագահ։ Իսկ վարչապետը նշանակում է նախագահ։ Ամբողջ ուժայինները վարչապետի տակ են, ամբողջ ֆինանսները վարչապետի տակ են, ամբողջ վերստուգիչ համակարգը վարչապետի տակ է, բայց վարչապետը գերագույն գլխավոր հրամանատար չի։ Ոչ մի բանի համար պատասխանատու չի։ Դա համար ինքը որ մեկին ուղարկում է բանակցությունների, ոնց որ ինձ էր ուղարկել, կարա հետո վրեն քրեական գործառույթի, որ կատարել է իր ցուցումը։ Բայց թողենք այդ հարցը են կողմ։ Հիմա հարց եմ տալի, այդ սահմանադրությունը մեզ ինչքանով է պետք, ժողովուրդ։ Ինքը ամենաշատ փողն է ծախսում, ինքը ամենաշատը խոսում է կոռուպցիայից, ոչ մեկ իրան չի վերահսկում։ Ինչա, հույսներս դնենք, որ ինքը փող չի սիրում, ես ասեմ, որ ինձ թվում է, որ հակառակն է։ Հակառակն է, որտեղ մարդը եթե հարստությանը վերաբերվի նորմալ, ինքը ամբողջ օրը իր կաբինետը, իր սամալյոտը, իր տունը, որը որ պետությունը տրամադրել է, չի նկարի գցի Facebook։ Համակարգ չկա։ Նախագահին պահում ենք, ինչի համար չենք հասկանում։ Մի պատճառով կարող է կրիզիս լինի, ինքը այդ պահին մեկ էլ գլուխը կբարձնի։ Ինքը պետք է վերահսկի վարչապետին, որ նա սահմանադրությունը չխախտի, то есть սահմանադրության օրենքի պատասխանատուն է, բայց ինքը չունի ոչ մի լծակ դա հսկի, ու ինքն էլ նշանակում է վարչապետի կողմից, то есть վարչապետը եթե խախտեց սահմանադրությունը, նախագահան ոչ մի բան չի անելու, մեզ էլ նույն ձևի պատասխանը մեզ գրեղ հրգիլ է։ Դրա համար էլ պատերազմը մենք այս համակարգի պատճառով ենք տանում տվել։ Մենք պատերազմը տանում չենք տվել, որտեղ զինվորը վատա կռվե, գեներալը վատա ղեկավար է, գնդապետը վատա ղեկավար է, մենք դրա համար չենք պարտվել։ Մենք պարտվել ենք համակարգը, կառավարման համակարգը մեր պարտվել է Ադրբեջանի կառավարման համակարգի դեմ ու պատերազմական շրջանում հակառակորդների հիմնական խնդիրը գերազանցել հակառակորդի կառավարման միջոցներին, ոչ թե տեխնիկան է միջոց, այդ թվում մարդն է միջոց։ Ալիևը կազմել էր Ստավկա կոչեցյալը, հիշում եք Ստալինը ասում էր Ստավկա պաստանավիլը, այդ Ստավկան, որի մեջ ընդգրկվել էին Թուրքիայի գեներալները, մասնագետները, ընդգրկվել էին էկոնոմիստներ եւ այլ եւ այլ եւ այլ, եւ իրանք պլանավորել էին պատերազմը եւ այդ պատերազմը տարան մինչեւ վերջ։ Մեր մոտ պատերազմը սկսեց, սաղ գցեցին գլխավոր շտաբի վրա, իրանք քաշվեցին յան, իմ առաջարկը ստեղծել այդ Ստավկան ինքը չստեղծեց, հիմա հասկանում եմ, որ չկրի պատասխանատվություն։ Չնշանակվեց գերագույն գլխավոր հրամանատար, սաղ ջարդվեց գլխավոր շտաբի վրա, հիմա էլ այսօր դատում են գեներալներին, գնդապետներին եւ սպաներին։ Ասում են լավ չեք կռվել։ Չէ, դուք լավ չեք կառավարել, պարտությունը դրա մեջ է։ Մենք պիտի ստեղծենք նորմալ պետություն, նորմալ համակարգ եւ նորմալ սահմանադրություն։ Պետք է լինի Հայաստանը կիսանախագահական երկիր։ Ու մենք պայքարելու ենք դրա համար միացեք մեզ։